Եթե դու նույնպես ունես վկայություններ, մենք կխնդրենք ուղարկել մեյլով, Facebook-յան եւ Instagram-յան էջերով։ Եվ եւս ինձանից մի վկայություն պատմեմ, երեք չեմ պատմել, որովհետեւ սա նոր էր։ Երբ որ հովիվ Արտուր Տոնոյանը քարոզում էր, քարոզի ժամանակ մի քանի ցավերի հիվանդությունների մասին ասեց, որից մեկը ինձ էր վերաբերվում եւ ձախ կողմի ուսիս հատվածում մեծ ցավ ունեի մկանային, անգամ գիշերը չէի կարողանում քնել նորմալ։ Այն կատարյալ բժշկվեց, այն անցել է։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուզեմ մի մեջբերում անել Աստվածաշնչից, Նոր Կտակարանից, երբ որ Հիսուս Քրիստոսի մոտ բերեցին անդամալույծին, գրված է Տեր Հիսուսը նայեց նրանց հավատքը տեսավ եւ բժշկեց նրանց։ Ես կուզեմ, որ այսօր հիմա քո հավատքը միաձուլես քո աղոթքի հետ, պարզես քո ձեռքերը եւ միասին աղոթենք այս կարիքների համար։ Հալելույա։ Երկնային Արքա, շնորհակալ ենք քեզանից Տեր։ Գալիս ենք քո առաջ, քեզ մեծ արելով Տեր, քեզ փառավորելով Տեր իմ Աստված։ Քո ոտքերի առաջ ենք բերում Տեր իմ Աստված այս կարիքները Տեր։ Տեր իմ Աստված ոչ միայն այս կարիքները, այլ այստեղ գտնվող ամեն մեկի կարիքը Տեր, բերում ենք քո առաջ Տեր իմ Աստված։ Քո զորությունն ենք խնդրում Տեր։ Քո կամքն ենք խնդրում ամեն մեկի կյանքում Տեր իմ Աստված, որովհետև քո կամքը բարի է, հաճելի է եւ կատարյալ է։ Տեր իմ Աստված, քո բժշկարար զորությունն ենք խնդրում ամեն մեկի կյանքում Տեր։ Քո ազատագրող ձեռքն ենք խնդրում Տեր իմ Աստված ամեն մեկի կյանքում եւ հռչակում ենք Հիսուս Քրիստոսի զորավոր անունով քանդված ամեն չարի կապանքը, ամեն անեծքը, ամեն դիվային ներգործություն Հիսուս Քրիստոսի զորավոր անունով թող խափանվի դժողքից հելած ամեն խորհուրդը ստեղ գտնվող ամեն մեկի կյանքից Հիսուս Քրիստոսի զորավոր անունով ու փառավորվիր դու Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հավիտյան, ամեն։ Փառք մեր Տիրոջը։ Կարող ես նստել, սիրելիներ, մի կարճ ժամանակով, մի խոսք կա իմ սրտում Աստված դրել այստեղի այս վայրի մասին, այսինքն ոչ թե վայրի, այս վայրում կատարված իրադարձությունների շուրջ, ես 3 տեղ տեսա Աստվածաշնչում, խոսքս Մորիայի լեռան մասին է, առաջինը այն էր, երբ որ Աբրահամը տարավ իր որդի Իսահակին զոհաբերելու, ճիշտ ասա մեծ զոհաբերության մասին է խոսում, բայց ես չեմ խոսա սրա մասին, ես կխոսամ 2-րդ եւ 3-րդ տեղերի մասին։ Երկրորդ տեղը արդեն, երբ որ Աբրահամից արդեն ազգ էր ձևավորվել, սերունդ էր ձևավորվել եւ ուներ իր թագավորը եւ այդ ժամանակ թագավորում էր Դավիթ թագավորը եւ Դավիթ թագավորը մի օր մեղք գործեց Աստծո առաջ անցկացնելով մարդահամար եւ այդ ժամանակ Դավիթ թագավորի տեսանողն էր Գադ մարգարեն Եվ Աստծուց խոսք ստանալով Գադ մարգարեն գրված է նույն օրը գնաց Դավիթ թագավորի մոտ եւ փոխանցեց այն, ինչը ստացել էր Աստծուց։ Եվ ասեց, որպեսզի նա գնա Մորիայի լեռան վրա, կառուցի զոհասեղան եւ զոհասեղանի վրա զոհ մատուցի Աստծուն եւ այդ ժամանակ կանգնի ժանտախտը, Աստված ժանտախտ էր ուղարկել դրա համար։ Եվ 3 օրվա մեջ ժանտախտից մահացողների թիվը 70,000 հոգի էին։ Դուք պատկերացրեք 3 օրվա մեջ այդ 70,000-ը մեծ թիվ է կազմում, երբ որ մենք ունեցանք պատերազմի ժամանակ զոհվեցին մեր զոհերի թիվը մոտավորապես 4,000 հոգի էին եւ դա մեծ ցավ էր բոլորիս համար։ Դուք պատկերացրեք 70,000-ը եւ Դավիթ թագավորը գնում է ոնց որ ասում է Գադ մարգարեն, անում է այդպես եւ գնում է նա Որնիայի կալ Մորիայի լեռան վրա եւ Որնիայից ուզում է գնի այդ կալը, որպեսզի այդտեղ զոհասեղան մատուցի եւ Որնիան նրան ասում է ոչ, ես իմ տիրոջը նվեր կտամ, պետք չի որ դու գումար վճարես դրա համար, բայց տեսեք ինչ ասում Դավիթ թագավորը այստեղ, երկրորդ թագավորների 24-րդ գլխի 24-րդ խոսքում Միգուցե մենք կարդացել ենք այս տողերը եւ անցել ենք առաջ, բայց մի հատ ստեղ կարևոր բառ կար, որը ստեղ կպավ իմ սրտին։
Բայց թագավորը Որնյային ասաց. ոչ, քեզանից սախու պիտի առնեմ եւ ես չպիտի ձրի զոհ մատուցեմ Տեր Աստծուն։ Եկեք շեշտը դնենք այս ձրի զոհ մատուցելու վրա։ Որն է ձրի զոհը։ Երբ որ մենք տալիս ենք մեր ավելցուկից, սա ես կոչում եմ ձրի զոհ։ Իմ կյանքից ես օրինակ բերեմ, երբ որ ես տարիներ առաջ ես նոր էի գալիս եկեղեցի, ես մի որոշակի գումար ծալում էի իմ գրպանում առանձնացնում էի, որպեսզի զոհաբերության ժամանակ գցեի պարկի մեջ, բայց հետո հասկացա, որ սա փոխհարաբերություն է Աստծո հետ։ Այստեղ մենք պետքա տանք եւ առատությամբ Աստված տալիս է ամեն, երբ որ դու տալիս ես, դու բաց ես թողում օրհնությունը քո կյանքի մեջ։ Երբ որ դու տալիս ես, դու բաց ես թողում ազատագրությունը քո կյանքի մեջ։ Եվ Դավիթ թագավորը զոհ արեց եւ կանգնացրեց ժանտախտը։ Այսօր ես կուզեմ, որ մենք մեր զոհերը անենք, միգուցե մենք մեր կյանքերում ունենք ճգնաժամ եւ կանգնացնենք այս ճգնաժամը։ Եվ երրորդ տեղի մասին եմ նաեւ ուզում խոսամ, որ արդեն Սողոմոն թագավորն էր թագավորում, երկրորդ մնացորդած 3-րդ գլխի առաջի խոսքը կկարդամ։ Հետո Սողոմոնը սկսեց կառուցել Տիրոջ տունը Երուսաղեմում, Մորիայի լեռան վրա, ուր Տերը երևացել էր նրա հորը Դավթին, այն տեղում, որ Դավիթը պատրաստել էր Հեբուսացի Որնյայի կալում։ Քանի որ Սողոմոն թագավորի հայրը Դավիթ թագավորը արդեն գնել էր Որնյայի կալը, Սողոմոն թագավորը կառուցեց այդտեղ արդեն տաճարը Երուսաղեմի, ել նրան պետք չէր գին վճարել։ Այսինքն, երբ ինչը որ մենք հիմա անում ենք, մեր ցանասները ոչ միայն պտուղները հնձելու ենք մենք այսօր մենք, այլև այդ պտուղները հնձելու են մեր սերունդները։ Ամեն։ Աստված օրհնի ձեր զոհերը։ Կխնդրեմ, ամեն մեկը վերցնեք ձեր ընծան, ձեր զոհը ձեր ձեռքի մեջ աղոթենք իրար հետ։ Երկնային Հայր, շնորհակալ ենք քեզանից Տեր, որ լսում ես մեր աղոթները եւ պատասխանում ես։ Տեր իմ Աստված, դու տենում ես ստեղ գտնվող ամեն մեկի զոհը, Տեր իմ Աստված։ Խնդրում եմ այն օրհնես, Տեր, այն հարյուրապատկես եւ հազարապատկես, Տեր իմ Աստված։ Տեր իմ Արքա, խնդրում ենք քո զորությունը, Տեր իմ Աստված։ Եթե ինչ-որ մեկի կյանքում կա ֆինանսական ճգնաժամ, Տեր իմ Աստված, թող այն կանգնի քո զորավոր անունով, Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր, փառավորում ենք ու օրհնում ենք քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հավիտյան։ Ամեն։